Իսկ դու գիտեիր, որ Ամերիկայում մարդ կար, ով իր երազանքների կյանքը չէր ապրում, որովհետև ծնվել էր սխալ անունով։ Ռիչարդ Ջոնսը սովորական կյանք էր վարում, երբ հանկարծ նրան ձերբակալեցին մի հանցագործության համար, որին ոչ մի կերպ չէր մասնակցել։ Նա սկսեց գոռալ, արդարանալ, բղավել, որ այդ օրը մեկ այլ քաղաքում է եղել, որում կնդիր ունի, որ նա երբեք անգամ այդ տարածքում չի եղել։ Բայց երբ գործին կցեցին վկաների նկարագրությունները, ամեն ինչ շրջվեց նրա դեմ։ Վկաներն ասացին, որ հանցագործը հենց նա էր։ Որն էր խնդիրը։ Այդ հանցագործը նույնպես Ռիչարդ Ջոնսն էր ու նման էր նրան, գրեթե կատարյալ, նույն մաշկի գույն, նույն հասակ, նույն մորուքը։ Ոչ մատնահետք էր, ոչ դենեթե, ոչ մի իրական ապացույց, միայն անուն եւ դեմք, ու նա դատապարտվեց 19 տարի բանտարկության։ 17 տարին նա նստած էր բանտում, կարդում էր, աղոթում էր, սպասում էր, որ մեկը երբևէ կփրկի իրեն։ Իսկ իրական հանցագործը իր երկորյակը ապրում էր ազատության մեջ, նույն քաղաքում։ Վերջապես մի իրավաբանական թիմ որոշեց քննել գործը։ Նրանք պարզեցին անհավատալի ճշմարտությունը, իսկական հանցագործը Ռիչարդ Ջոնս համար երկուսն էր, նույն անունով, նույն արտաքինով։ Եվ երբ այդ երկրորդին բերեցին դատարան, վկաները անգամ չկարողացան տարբերել, թե որ մեկն է իրական հանցագործը։ Եվ այդպես 17 տարի անց Ռիչարդ Ջոնսը ազատ արձակվեց։ Բայց ով կվերադարձնի նրա կյանքը։ Պատկերացնում ես, բանտում անցկացնել քո ամբողջ երիտասարդությունը պարզապես որովհետև քո անունը սխալ պահին սխալ տեղ էր։ Սա սոսկ պատմություն չէ, սա իրականություն է։ Երբեմն քո անունը կարող է փչացնել քո կյանքը։ Նման ճշմարտությունները չպետք է մոռացված լինեն։ Գրիր մեկնաբանություններում ինչ կզգայիր դու նրա փոխարեն։ Ու մի մոռացիր բաժանորդագրվել նման սառեցնող պատմություններից բաց չմնալու համար։